գործի շրջանակում ուղղակի հիմա հարցաքննություններ, քննչական գործողություններ այդ Գեղարդի վնասվածքին եւ դրա մյուս պատմամշակութային արժեքների կորստին վերաբերող վերլուծանքները, որ արդեն բազմաթիվ անգամ լրատվամիջոցներով շրջանառվել են եւ այս դեպքը իրականում, այսպես ասած, արթնացավ, հա, որովհետեւ սկսվեց նոր արշավ, այսպես ասած, նոր պրեսինգ քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամների կողմից, ինչ որ գեներացված, հա, մոնտաժված տեսանյութեր էին շրջանառվում եւ ըստ երևույթին դրա հետ կապված ավելի ակտիվացավ հարցադրումներ քրեական վարույթը նախաձեռնվել է, հա, դեռ 2018 թվականին, դրա շուրջ քննություն է ընթանում առ այսօր եւ կան էլի ինչ որ դրվագներ, որոնք միացվել են, ամբողջը հերյուրանքի վրա է իհարկե էլի նմուշներ կան, որոնց նմուշների է վերաբերում, դրանք այն ինֆորմացիան են, որ նախաքննական գաղտնիքով որևէ կերպ սահմանափակված չի կարող լինել, որտեղ բազմաթիվ անգամներ սոցիալական հարթակներում լրատվամիջոցների փոխանցմամբ ներկայացվել է, որ իբր թե մայր աթոյից ինչ որ պատմամշակութային արժեքների կորուստներ այնտեղ հա բաներ էին իրեր, որոնց մասին էլի պարբերաբար Աստվածաշունչ, հա, որը որ 16-րդ դարի, որը որ գոյություն չունի, որովհետև 16-րդ դարում մենք տպագիր Աստվածաշունչ չենք ունեցել։ Նայեք, ես ասեմ, էլի, հա, հայրասողիքի խոսքի հետ կապված ավելի լավ է ես կարճ ասեմ, որպեսզի մենք այդքան երկար ժամանակ չսպառենք։ Բացի Գեղարդի դրվագից կա նաև Աստվածաշնչին, հա, վերաբերող կորստին, հա, եւ փոփոխությանը վերաբերող ու դրա մասին մենք բազմաթիվ անգամ սոցիալական ցանցերում այդ հերյուրանքներին հանդիպել ենք։ Սա նորություն չէ, նոր գործ չէ, նոր այսպես ասած քննությանը հետաքրքրող նոր հանգամանքներ չեն, պարզապես այդ մարազմը, որ նորից դրվել է շրջապտույտի մեջ որոշակի պաշտոնատար անձանց կողմից եւ գեներացվում է տեսանյութերի միջոցով, չգիտեմ տեսել եք թե չէ, այդ տեսանյութերը, հարգելի լրագրողներ, այդ տեսանյութերի մեջ ուրեմն մատնանշվող, հա, հանգամանքները քննչական կոմիտեի կողմից ստուգման ենթակա են բնականաբար։ 18-ից գործը հարուցվել է, բայց հիմա ակտիվացել է քննության ընթացքը կապված Չէ, կարճված չի եղել, ճիշտ ասած ես այդ հանգամանքները այդքանով մեզ չհետաքրքրեց, որտեղ հայրասողիկը էսպայն վկայի կարգավիճակում է եւ իրեն ինչ հարցեր հնչեցին, ինքը այդ հարցերին պատասխանեց եւ գործի վարույթի հետ կապված իհարկե մենք ամբողջական տեղեկատվություն չենք կարող։ Չէ, կասկածանքի շուրջ չի եղել, լրիվ վկայի դատավարական կարգավիճակ է։ Քննվող գործի շրջանակներում ձեզ երբեք չեն կանչել։ Չէ, առաջին անգամ են կանչել։ Առաջին անգամ է եւ ամեն ինչ լավ կլինի։ Այո, Գեղարդը տեղում է, արդյոք դա իրական Գեղարդն է, թե կոպիան է, այսպես ասած, որ մասն է բացակայում։ Այդ հարցին ես արդեն այնքան եմ պատասխանել, որ հիմա մեկ անգամ եմ պատասխանել։ Գեղարդ անխաթար, անվնաս, ապահով, անվտանգ, մայրաթոր Սուրբ Էջմիածուն է։ Այն ամենը ինչ որ ասվում է, սուտ է, զրպարտություն է եւ ես չգիտեմ ինչու են այդ ամենը շրջանառում։ Բայց ինչ որ մի բան նվիրվել է, չէ, ռուսովախարույթը։ Եկեք ես ասեմ, որ կարճ լինի, էլի։ Կներեք, ուղղակի ոնց որ էպիկենտրոնում Էպիկենտրոնի հարց քրիստոնեական եկեղեցիները իրար մասունքներ նվիրել են, նվիրում են եւ նվիրելու։ Մեր հետ կապված է։ Եվ դա բացառապես եկեղեցու իրավունքն է եւ որևէ մեկը այդտեղ ասելիք, անելիք չունի։ Եկեղեցին որոշում է, եկեղեցին նվիրում է, բայց եւ եկեղեցին գիտե թե ինչ է նվիրում, ինչպես է նվիրում եւ այդ ամենի արդյունքում ինչպես է անխաթար մնում սրբությունը, որը առաջին դարից պահվել է հայոց աշխարհում։ Եվ ամբողջ քրիստոնեական աշխարհը գիտի, որ Հայաստանում կա Աստվածամուխ Սուրբ Գեղարդ, որը անխաթար է, անվնաս է եւ
մշտապես սուրբ է չմիացնում է եւ Բայց այնտեղից մի չի բան դուրս բերվում։ նվիրել ենք պաշտոնական Այո, մի բան- հաղորդագրությունը կամ մի բան- այրաթորից, որ մենք նվիրել ենք։ Մենք այդ Սուրբ մասին Գեղարդի խոսել ինչ-որ ենք հատված։ դեռևս 2018 թվականին, երբ որ եկեղեցու այդ նվիրաբերությունը չարանենք կերպով շրջանառության մեջ դրվեց, այդ առնչությամբ մենք մեր բացատրությունը տվել ենք, այսինքն ինչն ենք Գեղարդի մենք նվիրել ենք ընդհանրապես Գեղարդի մանրակերտը եւ այդպիսի մանրակերտ կարող է գնել ցանկացած ուշանվերային խանութում եկեղեցու տարածքում։ Հայր ասորիկ, դուք այլ մեկնաբանության մեջ ասում եք կոթարից փշուր, հիմա դուք ասում եք մանրակերտ։ Այո, մանրակերտը Գեղարդի մանրակերտը նվիրաբերվել է, որի մեջ զետեղվել է փշրանքը կոթարի միջից դուրս բերված, որը չի խաթարել Գեղարդի ամբողջականությունը եւ պատմական տեսքը։ Իսկ կոթարի միջից դուրս բերելը դա չի նշանակում Գեղարդը մասնատել, Գեղարդը կտրել եւ այլն, ինչը որ շատ դատապարտելի կերպով շրջանառվում է։ Եվ ում ենք նվիրել, դա էլ ասեք, որտեղ երկու Նվիրել ենք ռուս ուղղափառ եկեղեցու պետին Ալեքսի պատրիարքին նրա ծննդյան 75-ամյակի առիթով եւ այսօր այն պահվում է ռուս ուղղափառ եկեղեցու Սուրբ Կոստանդին, Սուրբ Հեղինե Մենաստանում։ Եվ պահվում է Գեղարդի մանրակերտը, արծաթյան մանրակերտը, որի մեջ այդ փշրանքն է զետեղված։ Փշրանքը քանի գրամ է։ Գիտեք, ես այդ հարցերին չեմ կարող պատասխանել, որտեղ դրանք արդեն անհեթեթ հարցեր են։ Դա փշրանք է։ Փշրանք է։ Դե սրբության դեպքում փշրանքն է սրբություն, չէ՞։ Այո, բնականաբար, եւ այդ սրբությունը միայն մեր եկեղեցու սեփականությունը չէ, դա համաքրիստոնեական սրբություն է։ Պարզապես Աստծո ողորմությամբ դարձել է հայ եկեղեցում պահվող սրբությունը, բայց այն միայն հայ քրիստոնյաներին չի պատկանում, այն պատկանում է ամբողջ աշխարհի քրիստոնյաներին։ Հետևաբար մեր եկեղեցին ինչպես 18-րդ դարում Նոյան Տապանի բեկորը նվիրաբերել է ռուսաց կայսրուհուն, ինչպես Վազգեն Վեհափառը Եթովպիայի կայսերն է նվիրաբերել Սուրբ Թադեոս Առաքյալի մասունքը, ինչպես Գարեգին առաջին Վեհափառը Սուրբ Անդրեասի մասունքը նվիրաբերել է Ալեքսի պատրիարքին, այնպես էլ Գարեգին II կաթողիկոսը իր լիակատար իրավունքով իր եկեղեցու սուրբ մասունքներից ցանկացած անձի, լինի աշխարհական, եկեղեցական, կարող է նվիրաբերել։ Դա եկեղեցու հովվապետի բացառիկ եւ լիակատար իրավունքն է։ Որևէ մեկ այստեղ իրավունք չունի ձայն անգամ արձակելու։ Եվ այս քրեական վարույթի ակտիվացումը կապում եք վերջին իրադարձությունների հետ։ Ես չեմ կարող որևէ բան ասել։